Բարև բոլորին, ես այսօր ձեզ ցույց կտամ, թե ինչ եմ ես օգտագործում իմ հեռախոսի ծրագրերից եւ որոնք եմ ամենաշատը օգտագործում։ Այս գլխավոր էջում ես օգտագործում եմ ամենաշատը YouTube, Настройка, Viber, WhatsApp, Chrome, Gmail եւ Galeria։ Նաեւ զարթուցիչ եւ հեռախոսազանգերի համար ծրագիրը։ Վերևի էջում ես օգտագործում եմ Play Market-ը, Facebook-ը, сообщения գրելու վայրը, ծրագիրը, այս բանակում ես օգտագործում եմ звукозапись-ը, այս բանակում օգտագործում եմ Google կարտին, այս երկու բանակներից միայն օգտագործում եմ սա Samsung-ի համար օրագիր, ես այնտեղ պահում եմ իմ ամենակարևոր հիշողությունները։ Այս մյուս էջում ես օգտագործում եմ TikTok, Instagram, Telegram, Gemini, X-Recorder, TikTok, MyViva MTS-ը եւ Gaming Hub։ Gaming Hub-ը դա մի բանակ է, որտեղ ես պահում եմ իմ խաղերը։ Հիմա ցույց կտամ ինչ խաղեր ունեմ ես եւ որոնք եմ ամենաշատը խաղում։ Իմ բոլոր խաղերը այսքանն են։ Ես խաղում եմ 1-ից մինչև 4 հոկանոց խաղեր։ Այս խաղը ես խաղում եմ իմ ընկերների հետ, երբ ինտերնետ չեմ ունենում։ Standoff 2-ը ես խաղում եմ նույնպես իմ ընկերների եւ եղբայրների հետ, ժամանակ անցկացնելու եւ վիդեոներ նկարելու համար։ RL Swipe դա Rocket League-ն է, որը կարող ենք խաղալ հեռախոսի մեջ, բայց շատ վատ գրաֆիկայով։ Ես սա չեմ խաղում, բայց հաճելի է մեկ խաղալ։ PUBG Mobile-ը իմ ամենօրվա խաղն է, ես այն խաղում եմ գրեթե ամեն օր։ PUBG Mobile-ը, որը ես խաղում եմ գրեթե ամեն օր, իմ ամենաշատ օգտագործվող խաղերից մեկն է։ Ես ամենաշատը խաղում եմ այս մի խաղը։ Եթե ուզում եք այս խաղերից ինչ-որ մեկը խաղամ, անպայման գրեք մեկնաբանություններում, ես անպայման կնկարեմ այդ վիդեոն։ Նաև այստեղ ունեմ Brawl Stars, ունեմ այնտեղ 40,000 կուբակ, ունեմ բոլոր բրավլերները եւ աշխարհ 1 եմ հասել։ Իսկ Roblox-ը ես խաղում եմ իմ քույրիկի եւ եղբոր հետ։ Այսքան էր իմ այսօրվա վիդեոն, եւ եթե հավանեցիք, դրեք լայքը եւ բաժանորդագրվեք։ Բոլորիս տեսություն, նաեւ եթե դուք ուզում եք, որ ես նկարեմ, թե ինչպես գցել հեռախոսահամարին Viva MTS-ի հեռախոսահամարին գումար առանց որևէ տերմինալի, ես կնկարեմ դա հաջորդ վիդեոյում։ Եթե ուզում եք, գրեք մեկնաբանություններում։ Տեսություն, դրեք լայք եւ բաժանորդագրվեք ալիքին։